Ծանոթացաք դատարանի վճռին։ Դժբախտաբար այո։ Դժբախտաբար այո։ Ինչ ասեմ, աղջիկս, ինչա քեզ հետաքրքրում։ Ինչ սրբազանի դատը, գիտեք ինչ կա, ամեն մի ազգի մեջ, ժողովուրդների մեջ, ամեն մի ժողովուրդների մեջ կա մի տեսակ, որը կարող է ժողովրդին ոտքի հանել, ժողովրդին տանել դեպի Գողգոթա, պետք լինի դեպի հաղթանակ։ 1918 թվականին ինչ կամ ուզում են կեղծեն իրականությունը, այդ Գողգոթա գնացող եղել է Գևորգ 5-րդ կաթողիկոսը, մենք դրան ենք պարտական այսօրվա մեր հայրենիքի համար։ Հետո մեր 1000 տարի մենք երկիր չենք ունեցել, 1000 տարի։ Այդ 1000 տարվա ընթացքում մեր կրոնը հայ առաքելական եկեղեցին եղել է այն վահանը, որի վրա ամեն մի հարված այդ վահանին է կպել, նոր ժողովրդին է կպել, մենք նրանց հաշվին ենք գոյատևել։ Այդ կրոնի հաշվի մենք 1000 տարի ունենք հայ Հայաստանը, այսօր հայեր կան, հանձնվագույն հայերի մեծամասնությունը դա հայ քրիստոնյաներն են։ Իսկ հիմա ինչ ասեմ, սրբազանը եթե մի բան ասել է դրա համար սրբազանին դատում են, դա գիտեք ինչ կա, դա մեր պետության ամոթն է, մեր ազգի ամոթն է, ես որպես հայ գետին եմ մտնում, որովհետև հայրենիքի փրկության համար պայքարող ոչ մի պատրիոտ, ոչ մի օրենքի առաջ պատասխանատու չէ։ Իսկ սրբազանը, Միքայել Սրբազանի իմ շատ սիրելի պայքարել է հայրենիքի փրկության համար։ Թե հենց դրա համար էլ 2 տարով դա ազատազրկվեց։ Այո, հենց դրա համար էլ այն վահանը, որը պաշտպանում է մեր ժողովրդին, վահանն են կոտրում, որովհետև առանց մեր եկեղեցու, առանց մեր հավատքի վարկաբեկված, ստորացված սրբազաններով մենք չենք կարող կարգի երկիր կառուցել։ Մեզ պետք է նոր մտածելակերպ իսկական Հայաստան կառուցելու համար։ Գիտեք, ամեն մի խոսք ասված է, դրա համար ես ներողություն եմ խնդրում իմ կրկնության համար։